գնաճ կա, ձուկը, կարտոֆիլը, ձետը թանկացել են, զգում եք գնաճը։ Ես դեռ որ չեմ գնել բալիկյան, ճիշտ ասած, տեղեկություն չունեմ, որ թանկացել է։ Արևտուր, որ անում եք, գնաճը զգում եք։ Հա, էդի զգացել եմ, բայց դե որ իրանց էլ հարցնում ենք, ասում են դե ասում հեռու տեղից ենք բերում, վառելանյութն է եւ այլ, ասում են դա մեր ասում մի քիչ թանկացրել ենք։ Ինչն է ձեզ համար թանկացել։ Ասենք կարտոշկան է, ձուկն է, ամեն ինչը սնունդ է քասար։ Հա, ինչքանով էիք օրինակ առաջ կարտոֆիլը առնում, հիմա Առաջ մենք առնում ենք օրինակ 200 դրամով, հիմա առնում ենք 300-350 դրամ։ Թոշակը բավարարում ես գնաճի։ Չէ, որտեղի դա բալան, որտեղից այ ցավոտանամ։ Ընդամենը 36000 թոշակը ինչը պետքա բավարարի, կասես իմանամ։ Ինչպես է քեզ գնաճի դեմ պայքարը պատկերացնում, ինչ պետք է անի։ Ես չգիտեմ, դա արդեն մեր վերադասը կիմանա։ Ով։ Նախարարը, ասենք սոցնախարարն է, պարոն Փաշինյանն է, չգիտեմ, չասեմ տղեշ չեմ հասկանում։ Կա մի բան, որ հրաժարվել եք գնի պատճառով էլ չեք առնում։ Հախի չկա որ։ Ինչ։ Օրինակ հիմա ներկայությամբ ես երեգիչա որ պիտի կարտոշկա առնեի, հարցրեցի կներեկած, երկու տեղ էլ հարցրել եմ։ Ասի ինչ հարցի, մի տեղն ասեր 400, մի տեղն ասեցին 500 դրամ է կարտոշկեն։ Դες որ չասի զարմաց ասի, ոնց կարտոշկեն ասի, կլինի ասի 450-500։ Հա, ասում եմ մայրիկ ջան, ասում եմ, հələ ասում եմ դու սպասի հետագա թանկացումներին։ Գնեցիք թե ոչ։ Չէ, որ փոխտուն է ինչով առնեի։ Բա կարտոֆիլը ինչով եք փոխարինում։ Ոչ բան, ճաշ չեմ եկել։ Ուղղակի հենց են փլավ բան, այդ ձևի։ Գնաճ կա Հայաստանում, կարտոֆիլը, ձուկը, ձետը թանկացել են, զգում եք գնաճը։ Ամեն ինչ թանկացել է, մենակ է դա։ Вообще ապրել չի լինում մեր թոշակով։ Ինչն է թանկացել ձեզ Ամեն համար։ ինչը։ Որ հատուկ են դասեմ, ամեն ինչը թանկացել է։ Քաշեք։ Կա ապրանքատեսակ, որ հրաժարվում եք առնել գնի պատճառով։ Այս րոպեն ծիրանը 3000 դրամ է, ոնց կա կուտվի, բայց մարդ արդեն սեզոնն է էլի։ Չեմ առնում, չեմ։ Դե թոշակարում արդեն ինչ Չի բավարարում թոշակը։ թոշակը ոնց կարա բավարարի այս գների մեջ։ Չէ, չի բավարարում։ Նա կարտոֆիլը ինչքան է թանկացել։ Կարտոֆիլը, ձուկը։ Նոր կարտոշ, նորը вообще 1000 դրամ է կիլոն, բարձ չի որ թանկ է։ Առաջ 350-ը հինը 350 առնում ենք, հիմա նորը 1000 դրամ է կիլոն։ Չենք առնում։ Կա ապրանք, որ գնի պատճառով չեք առնում։ Լիքը։ Ամեն ինչ կողքից անցնում ստիպված ինչ անեմ։ 57000-ով ինչ պետք է առնեմ։ Հա, նկատում եմ։ Կատել եք գնալ։ Նկատել եմ, բայց չի անհանգստացնում։ Նորմալ է ես կարծում եմ, երկրի ընդհանուր վիճակը այնպեսին է, որ պիտի ինչ-որ մի փոփոխություն լինի, էլի, տնտեսության վիճակը լավ չի։ Նորմալ է։ Քանի տարիների համեմատ այս ամիս մայիսի ընթացքում ամենաշատ գնաճն արձանագրվել Հայաստանում։ Բայց եկեք ընդունենք, որ մայիսին բերքը նոր է հասնում եւ նորմալ է։ Միշտ էլ այդպես է եղել, սկզբում շատ թանկ է լինում, հետո արդեն քանի գնում ամառվա օրերին ընդհանրապես արդեն կոպեկներ է դառնում։ Սովորենք դրան, դա բնորոշ է մեր տնտեսական վիճակին։ Նույնիսկ համաշխարհային բանկն է գնաճ արձանագրել Հայաստանի, որ ձուկը, ձեթը։ Չեմ հերքում, որ դա չկա։ Դուք ինձ հիմա համոզում եք, որ դա կա, բայց ես դա համարում եմ նորմալ։ Կարծում եք Հայաստանում բոլորը կարող են այդ գնաճին դիմակայել։ Իհարկե ոչ։ Եվ դա միայն Հայաստանի խնդիրը չի։ Յուրաքանչյուր երկրում այդպես կա, ինչ որ մի ոլորտ մարդկանց զանգված, որը ի վիճակի է դա հաղթահարել, մարդիկ կան, որոնք ի վիճակի չեն, բայց դա ոչինչ չի փոխում, չէ՞, տվյալ դեպքում։ Դա է իրավիճակը եւ դրան պետք է հարմարվել։ Ուրեմն պետք է ավելի շատ վաստակել գումար։ Կա հնարավորություն շատ վաստակ։ Ցանկություն եթե լինում է, գումար վաստակելու հնարավորություն միշտ լինում է։ Հայաստանում գնաճ կան, հանգստացնում է ձեզ ձեթը, ձուն թանկացել են։ Ձուկը։ Ձուկը։ Հա։ Այդ վերջ սաղը թանկ է էլի։ Ինչ չի թանկ, ասեք, ասեմ հա։ Ամեն ինչ թանկ է։ Բայց աշխատավարձը նույնն է մնացել։ Всё։ Որ ապրանքներն են հատկապես թանկացած։ Ամենօրյա ապրանքները սաղ թանկացել է, հացը բռնացրած։ Որ վերցնես գրամներով էր որ նայում ես, գրամը չի համապատասխանում, որը եթե նույն դաժե գինը մնացել է, ուրեմն թանկացել է։ Կարտոֆիլի շուկայում գնաճ ֆիքսել եք։ Իհարկե, թանկ է։ Ինչքան է դարձել։ Դե 1700 դրամ է թազան։
Հինը 250-ից 350։ Այն էլ հիմա, այն էլ Հայաստանում, որը կարտոֆիլի տեղ է, 50-80 ու 50-80 դրամ էր առաջ։ Ով չգիտե։ Ինչպես եք դիմակայում գնաճը։ Չանենք։ Վարկ ենք վրցնում, փակում ենք, դուրս գանք, որովհետև ուզում ենք ապրենք, ոչ թե մենակ ուտենք, ուզում ենք ապրենք, թորներին պահենք եւ հետագա կյանքի մասին մտածենք։ Եթե մտածում ենք, ուրեմն պետք է առանց կրեդիտի չի լինի, բայց կրեդիտի տոկոսներն էլ, это называется грабеж среди бела дня։ Կա ապրանքատեսակ, որ հրաժարվել եք գնել օրինակ գնի պատճառով։ Ես ճիշտն ասած այդքան ուտող չէ որ ասեմ, բայց գնի պատճառով ես չեմ նայում, որովհետև ես օրինակ ես կարմիր իկրա սաղ կյանքը կերել եմ, որովհետև ես ապրել եմ Սախալին, իմ համար իկրա ոնց որ հաց էր, բայց դե որպես իկրա ես կառնեի, բայց որակ չկա, ավելի լավ չառնեմ, դրա համար ոչ թե հրաժարվել եմ, պրոստը չեմ ուզում առնեմ, ատենց հարմարվում ենք էլ ապրում ենք, ոնց սա ժողովուրդը Հայաստանի։ Սննդամթերքի շուկայում գնաճ տեսնում եք, կարտոֆիլը, ձուկը, ձեթը թանկացել են։ Ճիշտ շուկաներից քիչ եմ գտել։ Առևտուր չեք անում։ Առևտուր անում եմ, բայց դուք շուկայացելով սիցիները, բաները, այդ խաղողներ, իհարկե կա։ Ինչն է թանկացել ձեզ համար։ Ինձ համար Պաստորեն ամեն ինչն էլ երևի մի 20%-ով թանկացել է։ Բոլոր մթերքները։ Ինչերը։ Միսը, կարտոֆիլը, մրգերը, երևի ամեն ինչ։ Ես մեկ հետևում եմ, որովհետև մենք ճաշարան ունենք ու երբ որ բերում են սիցից ենք առևտուր անում, ես ընդ համեմատական գներ ունեմ ու միշտ աչքիս առաջ է այդ գնաճը։ Ինչ որ բանից ապրանքից հրաժարվում եք սննդամթերքից գնի պատճառով։ Չէ։ Դա ինչպես է գնաճի դեմ պայքարում։ Ոչ մի ձևի։ Լավ բյուջետ թույլ է տալի որ օգտվեմ։ Իմ բյուջետը անձնական։ Բայց թոշակը չի։ Հա? Թոշակը։ Ես աշխատում եմ բաց թոշակից։ Իսկ միայն թոշակով հնարավոր է ապրել։ Չէ, իհարկե չէ։ Ես միայն թոշակով երևի կոմունալները կպագեմ, ոչ ավել։ Բայց մի քանի անգամ բարձրացրեցին, չէ՞ թոշակները։ Չէ, ինչն է բարձր։ Հա, բարձրացրել են, ճիշտ է։ Չի բավարարում։ Դե ասեցի, ես մենակ կոմունալները կարամ պագեմ այսօրվային։ Գները թանկացել են, թե չէ ապրանքների։ Թանկացել են։ Ինչն է թանկացել հեչ։ Ամեն ինչ։ Ու ինչ օրինակ։ Ես քիչ եմ առևտուր անում։ Գնաճ նկատում եք, կարտոֆիլի, ձեթի, ձկանը թանկացել են նախորդ տարվա համեմատ։ Հիմա այս ժամանակում եմ աշխատում եմ երեխեքն առևտուր անում այդքան տեղյակ։ Որ գալիս են չեն ասում, այս ինչ հայտարարակ գնաճ է օրինակ։ Դե մեկ ասում են, մեկ նայած երբ ոնց է լինում։ Գնաճ կա կարտոֆիլի, ձեթի։ Ամեն ինչի Ինչն է ձեզ համար թանկացել։ բոլոր ամեն մթերքը, Բա ոնց է։ անճարեղենը, ամեն ինչն էլ թանկացել է։ Բա ոնց է կառնում։ Ապրում ենք, չենք ապրում, գոյատևում ենք։ Կա ապրանք, որ հրաժարվել եք առնել գների պատճառով։ Շատ բաներ։ Երեք ուզում էի լոբի առնեի, որ չտեսա գինը, փախա։ Քանիս է։ 1600 Գնաճ ֆիքսել եք կարտոֆիլի, ձեթի, ձկան, ասում են թանկացել է։ Աշխատում ենք չմասնակցելը դրան։ Դուք գնաճ նկատել եք կարտոֆիլի, ձեթի, ձկան ոլորտում բան կա, գնաճ կա նախորդ տարվա համեմատ։ Չախպեր, ես չեմ ապրում Սավոտանում, ես Ռուսաստան եմ ապրում, ոչ մի բանից խաբար չեմ։ Հիմա այս Հայաստանում եղած ժամանակ գնաճ նկատել եք։ Ինչ։ Գնաճ կա Հայաստան։ Ախպեր, ոչ մի բան չկա ստե լավը։ Ես եկել եմ չեմ կարում, ես 20 օր չկա ապրում եմ ստե, ուզում եմ շուտ եթամ։ Ինչի։ Ստե ապրելի տեղ չի, ամեն ինչ թանկ, Ռուսաստան ստեից էժան ախպեր։ Ինչն է այստեղ։ Ամեն ինչ, խոզը միսը 3 կիլոն առնում եմ 1000 ռուբլի, ստե 1 կիլոն 1000 ռուբլի։ Գնաճը զգում եք դուք, կարտոֆիլը, ձեթը, ձուկը թանկացել են։ Այո, թանկացել են։ Ինչն է թանկացել։ Ամեն ինչ թանկացել է, բանը չկա Հայաստանի մեջ, որ չէ թանկացած։ Բայց դուք Հայաստանում եք ապրում։ Այո։ Այս վերջին կանիմը տարվա մեջ 50%-ն ավելի բարձրացել է ամեն ինչիկին։ Ինչն է, որ դուք մշտապես գնում եք եւ տեսնում եք, որ թանկացել է։ Կարակը։ Հացը թանկացել է, մի կարգ մտեղեր։
ալյուրը թանկացել է։ Մարդ չի մտածեր, որ 50 դրամ որ ավելցնես 100 դրամի վրա 50% կլինի ավելացածը։ Եվ ոչ թե մենակ 50 դրամ է։ Բա ինչպես է այդ գնաճը կարողանում կառավարել։ Դժվար է։ Այդ օրամար լիք մարդ թողում է եւ դուրս գալու է Հայաստանից։ Այստեղ ապրելը նույնն է, որ Եվրոպա ապրենք։ Իսկ կա ապրանք, որից հրաժարվել եք, հա, գնել, ուտել, որովհետև թանկ է։ Անցամբ մեզ համար ոչ, բայց մարդ կճանչնամ, որ մսեղենը, հավը, էսպես բաներ, ցուկը, որ առաջ էժան էր իշխանը, հիմա էժան չի։ Ժողովուրդը ինչ պիտի ուտե, կարող չես ապրելու քարտոֆիլ եւ հաց ուտելով։ Բայց չեք լսում կառավարության նիստին անդադ ասում են աշխատատեղեր է բացվել, այսքան մարդ աշխատանքի է անցել։ Բայց ասում են, որ չափ մարդ երկիրը թողում է։ Ապրանքները թանկացել են։ Ես փող ունեմ, որ մտեմ ապրանքնայեմ, թանկացել էժանա։ Գնաճ կա Հայաստանում ապրանքների շրջանում գների բարձրացում տեսնում եք։ Ոնց որ թե տենց կոնկրետ չեմ կարող ասել, բայց ոնց որ թե կա։ Դուք առևտուր անելուց ինչն է ձեր համար թանկացել։ Ինչը միրգը ինձ թվում է։ Միրգն է թանկ, հա։ Ձուկը, կարտոֆիլը, ձեթը։ Կարտոֆիլը, հա, կարտոֆիլն էլ է թանկ։ Ձուկը դե էլ ինչ ասեմ, չգիտեմ, էլ ինչն է թանկ։ Կա ապրանք, որ գնի պատճառով էլ չեք առնում։ Դե հիմա օրինակ թութը բան, դե մի քիչ որ էժանանա կառնենք էլի, բայց առնում ենք քիչ։ Հա։ Իսկ ձեր համար կա ապրանք, որ թանկացել է։ Բոլորն է թանկացել է, ծևոլի իմ համար, որ ընդամենը 40,000 թոշակ եմ ստանում։ Ինչն է թանկացել։ Իսկ ինչը չի թանկացել։ Ամենաթանկը կանանչին է, որ ուզում ես ուտես ու չես կարող, վարում պամիդորը։ Էլ ինչը լինի։ Դե սպասում ենք, ամառը կգա, երևի այն ժամանակ կարողանանք առնենք։ Ինչին եք սպասում։ Ամառը գա, որ մեր հայկական վարունգ պամիդորը դուրս գա, հիմա հետաքրքիր է, որ հարցնում ես այս պամիդորը որտեղից է, հայկական է, խանութում ասում են ոչ։ Կամ գազար եմ ուզում, գազարը ասում է պարսկական է։ Ինչ իմանամ որտեղից է, ես ուզում եմ իմ հայկականը։ Բայց հիմա գները խանգարում են ձեզ, որ առևտուր անեք։ Հա, ես գազար եմ ուզում առնեմ, թանկ է։ Քանիս է։ Դե մոտապես 350-400, բայց գազարն է գազար չէ, տղա ջան։ Այն արամուսը գազարելի չեմ ափսոսի կառնեմ, բայց գազարը առնում եմ, ծոր կանեմ, ինքը որ ուտեմ չի ստացվում, ոնց առնեմ։ Արամուսի գազարելի, մեկ էլ արամուսի պամիդոր կա, էլի թանկ է։ Քանիս է։ Ես չգիտեմ, ինչքան է, բայց շատ թանկ էր խանութում։ Վերածել արամուսը եւ թանկեր, բայց ինքը շատ լավն էր։ 3 հատ վերցրել եմ, ճիշտ է ուրիշ բանել եմ, հետը վերցրել 3 հատ է վարունգ եմ առել։ Դա մեր չեմ կարող ասեմ, բայց այն մյուս պամիդորների համեմատ շատ թանկ էր։ Բայց ինքը շատ լավն էր։ Ես ոնց ասեմ, предпочитаю էլի ավելի լավ է 3 հատ արամուսինը ուտեմ, թանկ, քան 1 կիլո տանեմ ու թափեմ։ Մեջի բաները ես ինքս խիմիկ եմ եղել, հիմա եմ դասադվանդել, շատ լավ գիտեմ, այդ նիտրատները ինչ են անում օրգանիզմին, բաց ես անում այդ սպիտակը սաղ նիտրատները։ Իսկ մսեղենը էժան է, հասանելի է։ Ես միշտ չեմ առնում, ինձ համար դա թանկ է։ Ինչ էլ ուզում է լինի, դա թանկ է, որովհետև ես չեմ իմանում այդքան քիչ բանով, պենսիայով ոչ միս կարաս առնես, ոչ էլ հավ։ Մեկ, 2 ամիսը մեկ կարող եմ մի հատ հավ առնեմ, բաժանեմ 4 մասի ու մի շաբաթ 10 օր ուտեմ։ Գները ոնց է անհանգստացնում, հա ձեզ, թանկություն կա։ Ճիշտ ասած, հələ որ տենց զգում եմ նորմալ է, չեմ ես տնեցիկ են առևտուր անում, անկեղծ ասեմ, դե ոնց կլի նորմալ էլի, ամեն ինչն է փոխվել է։ Ինչն է թանկացել։ Ես չգիտեմ, ես կոնկրետ չեմ անում առևտուրը, սուտ բան չեմ սիրում խոսեմ, բայց դե ամեն տնեցիկ որ գալիս են, չեն հաշում, էժանա, թանկը։ Ես չեմ հարցնում այդ բաներ, անկեղծ ասեմ, սա հարցս անում։ Գնաճ կա, անհանգստացնում է ձեզ գնաճ։ Ահա
Ինչն է թանկ։ Հատկապես դեղերը։ Գնաճ կա խանութներում, ինչ կասեք, ինչն է թանկացել հատկապես։ Իմ համար ամեն ինչը լավ է։ Գնաճ կա, ինչն է թանկացել հատկապես։ Հա? Չգիտեմ։ Դուք առևտուր անելուց ինչն է ձեր համար թանկ։ Սա ամեն ինչը, Ինչ օրինակ։ ամեն ինչ։ Ու դեստեղենը, Կարտոֆիլը, ձուկը։ սաղը։ Կա ապրանք, որ հրաժարվում եք գնի պատճառով։ Հիմա գույմա չետեր։ Խանութում, որ առևտուր եք անում, թանկացել են ապրանքները։ Հա, ուժեղ թանկացել են կողձու, գաղտնի թանկացել են։ Հա, շատ։ Ինչն է թանկացել։ Հա? Ինչն է թանկացել։ Ինչն է ժանոր, ինչն է թանկացել, մեկն է մասսայական գաղտնի։ Վարկեք, ինչն է թանկացել։ Հա? Ինչն է թանկացել հեչ։ Ինչն է թանկացել։ Հացը ամենակարևորը։ Հիմա այստեղ մի կիլո հացը 1000 դրամ է։ Իսկ լավաշը ավելի թանկ։ Այնուհետև բաց դրանից շատ անվորակ են հացերը։ Խմորա չի ուտում, ես առնում եմ, լատեցեք, խմորա, չի ուտում։ Իսկ կան ապրանքներ, որ գնի պատճառով հրաժարվում եք։ Հա? Ասում եմ, կան ապրանքներ, որ թանկ լինելու պատճառով չեք առնում։ Շատ կան, հենա պամիդորը գնացեք, տեսեք, այնուհետև պամիդորը, Եդո 100 գրամով ցիգանսկի 100 գրամով են ծախում է Ապրանքը, հա, ձեթը, հատկապես ձեթը թանկացել է։ Մոտ 2 շաբաթ առաջ մի գնով արեցի, իսկ նոր ուրիշ գին։ Հիշեք գները։ Հա, մոտ կարելի ասել մի 100-120 դրամի տարբերություն տվեց, որովհետև 810 էր, բայց այն ժամանակ 600 քանից։ Ամեն դեպքում թանկացում կա։ Միայն ձեթը։ Ձեթը։ Կարտոֆիլի գների մեջ տարբերություն տեսնում եք։ Հակառակը կարտոֆիլը էժանացում տեսա, որովհետև ավելի թանկ էր, հիմա մի քիչ էժան էր։ Տենց որ ֆիքսել եմ, ձեթն եմ ֆիքսել ճիշտն ասած, ուրիշ։ Գնաճ նկատում եք։ Իհարկե, Ինչն է հատկապես թանկացել։ ամեն ինչը, սուրճը, կարագը, պանիրը, ամեն ինչն էլ թանկացել է էժան։ Իսկ մի բանջարեղեն էժան, հա։ Չի ասի, ոչ, ամառվա համար էժան չի։ Բա ոնց եք այդ գների մեջ կարողանում հա տեղավորվել։ Ստիպված։ Կա ու ինչ որ ապրանք հրաժարվում եք, չեք առնում, չեք օգտագործում։ Դե գիտեք, ամեն մարդ ինքը իրեն բյուջեի համապատասխան գնումներ կատարում։ Չգիտեմ ինչ ասեմ, գնում ենք։ Բայց նեղում է գնալ։ Հա, իհարկե։